Աշխարհում ծնելիության մակարդակը շարունակում է նվազել, մասնագետները փորձում են հասկանալ այս միտումն ու դրա պատճառները։ Միջազգային ուսումնասիրությունների համաձայն վերջին տարիներին տարբեր երկրներում ծնելիության անկումը հաճախ համընկել է սմարթֆոնների եւ արագընթաց ինտերնետի լայն տարածման հետ։ Փորձագետների մի մասը կարծում է, թե թվային միջավայրը փոխել է մարդկանց հարաբերությունները, շփումները եւ անգամ ընտանիք կազմելու վարքագիծը։ Վերջերս հետազոտություն իրականացվեց ծանոթությունների հավելվածների վերաբերյալ։ Եվ արվեց օրինակ, որ մարդկանց զգալի մասը այդ ծանոթությունների հավելվածներից օգտվում է միայնակության պատճառով։ Միայնակ են, եւ այդ միայնակությունը չի ապահովում միայնակությունից դուրս գալը, չի իրականացվում իրական պայմաններում, իրական շփման մեջ, այլ ծանոթությունների հավելվածներում է ավելի դյուրին։ Մարդիկ աստիճանաբար հեռանում են ավանդական շփումներից, իսկ տեխնոլոգիաները հաճախ դառնում են այդ մեկուսացման ճակերտավոր փոխարինողը։ Մասնագետները նկատում են, խնդիրը միայն տեխնոլոգիաները չեն։ Ըստ վերլուծությունների, մարդիկ սկսել են հեռանալ համայնքային եւ մարդկային կապերից, իսկ թվային հարթակները պարզապես լրացնում են այդ դատարկությունը։ Նկատում են, սա նման է երկրագնդի արևմտյան կողմի քաղաքակրթությանը։ Արևմտյան տիպի հասարակություններում մենք գիտենք մեզնից տարբերվող էին շփումները, ավելի քիչ զգացմունքային էին, ավելի շահախնդիր էին, ավելի գործնական էին եւ ավելի ներփակված։ Այժմ մենք գնում ենք հետևության։ Թվային միջավայրում իդեալական կյանքի կեղծ ցուցադրությունը մասնագետների կարծիքով փոխել է մարդկանց պատկերացումները իրական սպասումների մասին։ Արագ սպառվող բովանդակությունը, մշտական համեմատությունները եւ կատարյալ կյանքի ցուցադրությունը փորձագետների գնահատմամբ հաճախ ձևավորում են ոչ իրական սպասումներ, ազդելով թե ինքնագնահատականի, թե հարաբերությունների կայունության վրա։ Գայջետները իհարկե ինչ խոսքի են շատ ինֆորմացիա են տալիս, եւ այդ ինֆորմացիան լինում է իրարաներ։ Այդ ինֆորմացիայի հետևանքով շատ հաճախ մարդիկ ուղղակի լարվում են։ Մտնում է ինչ-որ թանկ ռեստորան, իդեր նա անդամին նկարվում է։ Դա ցուցամոլության ժամանակակից տեսակն է, որ ուզում է ցույց տալ, որ ինքը շատ լավ է ապրում։ Այստեղ է շատ որակը շատ փոխվել է, շատ ցավալի է դրան դիտարկելը։ Ծնելիության անկումը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, տնտեսական խնդիրներից մինչև արժեքային փոփոխություններ։ Սակայն թվային միջավայրը ըստ մասնագետների դարձել է այն տարածքը, որտեղ ավելի ակնհայտ են դառնում միայնությունն ու ընտանիքի նկատմամբ վերաբերմունքի փոփոխությունը։ Սոցցանցերը վաղուց դարձել են երեխաների առօրյայի մի մասը, սակայն մասնագետները ահազանգում են, թվային միջավայրում երեխաները հաճախ մնում են միայնակ վտանգների դեմ։ Հայաստանում քննարկում են մինչև 16 տարեկանների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու հնարավորությունը։ UNICEF-ը մտահոգիչ տվյալներ է հրապարակել։ 12-ից 17 տարեկան յուրաքանչյուր 20-րդ երեխան, որն օգտվում է ինտերնետից, 1 տարվա ընթացքում ենթարկվել է առցանց սեռական շահագործման կամ բռնության։ Դեպքերի 71%-ը տեղի է ունեցել ամբողջությամբ առցանց միջավայրում։ Սահմանափակումների միջազգային փորձը նոր է ձևավորվում, սակայն մասնագետների խոսքով դրա կիրառումը բազմաթիվ հարցեր է առաջացնում։ Երեխաները զանգվածային օգտվում են VPN-ներից, որ շրջանց են դա, եւ մի շարք պետություններ հիմա գնում են այն ուղղությամբ, որ փորձեն VPN-ները վերահսկողության տակ պահել, այսինքն վերիֆիկացնել, թե օգտվողը քանի տարեկան է։ Սա արդեն ստեղծում է շատ լուրջ խնդիրներ վերահսկողության, նշանակում բոլորին պետք է ստուգես։ Մասնագետներն ասում են, որ սոցիալական ցանցերում սահմանափակումների կիրառմամբ օգտատերերի ինքնության ստուգման գործընթաց է սկսվում, ինչը կարող է հանգեցնել մարդկանց պարտադիր ներկայանալուն։ Օգտատերերը ստիպված են լինում հաստատել ինքնությունը անձնագրով կամ սելֆիով։ Փորձագետները նշում են, որ խնդիրը միայն վնասակար բովանդակությամբ չի սահմանափակվում, քանի որ սոցցանցերի անվերահսկելի օգտագործումը կարող է բացասաբար ազդել նաև երեխաների հոգեկան առողջության, ուշադրության եւ վարքային սովորույթների վրա։ Թվային գրագիտության աճը բացարձակ հարց չի լուծում, որովհետև այդ արգելքները ոչ միայն նրա համար են, որ երեխաները անվտանգ լինեն։ Ահազանգներ կան, բժշկական եւ այլն, վերաբերյալ, որ անընդհատ սոցցանցերից օգտվել են, նաև ազդում է երեխաների ընդհանուր հոգեկան վիճակի վրա, ֆիզիկական։ Այսինքն երեխան կարող է շատ տեսնել վարդագույն միջավայրում լինի սոցցանցում, ոչ մի հարցական չի ենթարկվի, բայց ուրիշ խնդիրներ առաջանան։ Բռնության ենթարկվելու մասին հայտնած երեխաների 53%-ը նշել է, որ որևէ մեկին չի հայտնել դեպքի մասին եւ ընդհանրապես չի բարձրաձայնել։ Հոգեբանների կարծիքով հիմնական խնդիրներից մեկը երեխա-ծնող հարաբերություններում վստահության պակասն է, քանի որ երեխաները հաճախ վախենում են ծնողների արձագանքից եւ նախընտրում են լռել։
Ծնողների հիմնական խնդիրը նրանում է, որ այդ վստահության դաշտը, որը պիտի ստեղծվի երեխայի եւ ծնողի միջեւ, չի ստեղծվում։ Իսկ դա միանգամից չի, դա տարիների ընթացքում քայլ առ քայլ, սկսած փոքր տարիքից սովորեցնում են, ճակերտավոր ասած երեխային վստահել ծնողին։ Երեխան պիտի իր ցանկացած հույզը, միտքը, ինչ-որ վարքային որոշակի դրսևորումները եւ այլն սովորի քննարկել մեծահասակի հետ։ Մինչև տարբեր երկրներ փորձում են սահմանափակումներով պաշտպանել երեխաներին թվային միջավայրերի վտանգներից, մասնագետները նշում են, միայն արգելքներով խնդիրը չի լուծվի։ Թվային անվտանգությանը զուգահեռ անհրաժեշտ է նաև վստահության միջավայր ընտանիքում, դպրոցում եւ հասարակությունում, որպեսզի երեխան վտանգի դեպքում չլռի, այլ կարողանա օգնություն խնդրել։ Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Համաշխարհային բանկի Հայաստանի ամսական տնտեսական զարգացումները զեկույցի համաձայն տարվա առաջին եռամսյակում երկրի պետական բյուջեն արձանագրել է հավելուրդ տարեկան կանխատեսված հնայի 0.5%-ի չափով։ Միայն մարտ ամսվա ընթացքում հարկային մուտքերն ու դրամաշնորհները, ինչպես նաև զուտ հարկային եկամուտներն աճել են։ Այս աճին էապես նպաստել են բնապահպանական հարկերի կտրուկ ավելացումը, պետական տուրքերի եկամտային հարկի եւ ավելացված արժեքի հարկի աճը։ Իրանը մտադիր է իր վերահսկողության տակ վերցնել Հորմուզի նեղուցի ջրային ուղով անցնող մալուխները, որոնցով փոխանցվում է Եվրոպայի, Ասիայի եւ Պարսից ծոցի երկրների միջև համացանցային թրաֆիկի հսկայական ծավալը, այդ թվում ֆինանսական գործարքների վերաբերյալ տվյալները։ Ըստ CNN-ի այդ մասին տեղեկությունները հայտնվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված իրանական լրատվամիջոցներում։ Հրապարակումներում նշվում է, որ Թեհրանը մտադիր է Google, Microsoft, Meta եւ Amazon ընկերություններից գանձել հարկեր համացանցային մալուխների օգտագործման համար։ Ամերիկյան միջազգային լրատվամիջոցները հիշեցնում են, որ ԱՄՆ սահմանած պատժամիջոցների պատճառով նրանց արգելված է որևէ վճարում կատարել Իրանին։ Մենք վճար ենք գանձելու համացանցային մալուխների համար։ 2026 թվականի սկզբից ի վեր աշխարհում սրվել են Մերձավոր Արևելքում հակամարտության, էներգակիրների գների աճի ու մեծ տատանողականության, ինչպես նաև առևտրային ուղիների սահմանափակման հետ կապված անկայունությունը ու ռիսկերը։ Հորմուզի նեղուցում ստեղծված իրավիճակի պատճառով առաջացած մատակարարումների խափանումները ազդում են ոչ միայն էներգակիրների, այլև գյուղատնտեսության համար էական նշանակություն ունեցող ապրանքների վրա, որի պայմաններում առկա է նաև բարենային ապրանքների գների աճի ռիսկ, որոնք մասամբ սկսել են արդեն իսկ նյութականանալ։ Հայաստանի հիմնական գործընկեր երկրներում նույնպես նկատվում են տնտեսական աճի հեռանկարների վատթարացման եւ գնաճային միջավայրի զգալի ընդլայնման ռիսկեր։ 26 թվականի անցած 4 ամիսների ընթացքում 12 ամսյա գնաճը շարունակել է արագանալ։ Ապրիլին կազմել է 5.3%։ Սա հիմնականում պայմանավորվել է ինչպես ներմուծվող, մասնավորապես բարենային ապրանքների ու էներգակիրների գների բարձրացմամբ, այնպես էլ ներքին տնտեսությունում առաջարկի որոշակի գործոնների ազդեցությամբ։ Ըստ ԿԲ նախագահի, եթե Հորմուզի նեղուցում իրավիճակը սրվի կամ նեղուցի գործունեությունը խաթարվի, դա կարող է բերել համաշխարհային շուկաներում նավթի եւ բեռնափոխադրումների թանկացման, ինչն իր հերթին կստեղծի նոր գնաճային ճնշումներ նաեւ Հայաստանի համար։ Կենտրոնական բանկի հիմնական գործը այս պայծրությամբ լինելու է հասկանալ, թե գնաճը, որը որ մենք ունենք 5.3 ու ավելի վերևա գնալու, ինքը պայմանավորված է բացառապես առաջարկի գործոններով ու դրան կարելի է սպասել ու որոշակի ազդակ չտալ, թե եթե կան պահանջարկի գործոններ ներսում ֆիսկալով կամ արտաքինից եկող туриզմի աճով, մենք պիտի որոշակի արձագանք ունենանք։ Կենտրոնական բանկի համար բավականին բարդ է իր գործիքներով առաջարկի շոկերի վրա ազդելը։ Կարճաժամկետ այս փուլում ակնկալել որոշակի կտրուկ գործողություններ ճիշտ չի լինի, որովհետև իրավիճակի անորոշությունները մեծ են։ Դոլարի նկատմամբ դրամի արժևորման հիմքում ըստ Կենտրոնական բանկի նախագահի ընկած է դեպի Հայաստան ֆինանսական հոսքերի ավելացումը։ Գալստյանը հայտնեց, որ երկրի գլխավոր դրամատունը որոշակի գործառույթներ է իրականացնում արտարժույթի շուկայում։ Մենք անում ենք դա այն ժամանակ, երբ որ շուկան դառնում է միակողմանի կամ շուկայում ձևավորվում է մի իրավիճակ, որ կա առաջարկ, բայց չկա պահանջարկ կամ այսինքն դիսբալանս է տեղի ունենում շուկայում, մենք շարունակում ենք միջամտել շուկային,
բայց այնուամենայնիվ տեսնում ենք, որ հոսքերը այնքան են մեծացել, որ որոշակի ազդեցություն փոխարժեքի վրա ունեն։ Կենտրոնական բանկի նախագահի խոսքով համանման գործընթաց է նկատվում ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանում, ընդ որում եվրոն եւս արժևորվել է ամերիկյան արժույթի նկատմամբ։ Հայաստանի կրթական համակարգը արդեն մի քանի տարի է անցում է կատարել ներառական կրթությանը, ինչը նշանակում է, որ տարբեր կարիքներ ունեցող երեխաները պետք է սովորեն նույն դպրոցներում եւ նույն դասարաններում։ Մասնագետները ծնողները մտահոգվում են նշելով, որ գաղափարը կարևոր է, բայց իրականացման ճանապարհին դեռ շատ խնդիրներ կան։ Դպրոցներում մինչև այժմ ապահովված չեն ներառական կրթության իրականացման համար անհրաժեշտ լիարժեք պայմանները։ Խնդիրները թե ֆիզիկական պայմանների միջավայրին են վերաբերվում, թե մասնագետների առկայությանը։ Որոշ դպրոցներում անգամ չկան համապատասխան թեքահարտակներ կամ հարմարեցված պայմաններ հատուկ կարիքներ ունեցող երեխաների համար։ Ես կարծում եմ, եթե ուզում ենք, որ ներառական կրթությունը իրոք աշխատի, նախ պետք է դպրոցներին ապահովել համապատասխան պայմաններով, թե մասնագետներով, թե միջավայրով, թե ուսուցիչների վերապատրաստմամբ։ Հակառակ դեպքում ամբողջ բեռը մնում է ուսուցչի ու երեխաների վրա։ Ներառական կրթությունը վատ բան չէ, ասում են կրթության փորձագետներն ու հավելում, սակայն դպրոցներից շատերում դեռ պատրաստ չեն դրա անցմանը։ Նախ դասարանները շատ մեծ են, երբեմն 30-ից ավելի երեխա է սովորում, իսկ ուսուցիչը պարզապես ֆիզիկապես չի կարող բոլորին իր ուշադրության կենտրոնում պահել։ Բացի այդ էլ նեղ մասնագետների լոգոպեդի, հոգեբանի պակաս կա դպրոցներում, պնդում են ոլորտի մասնագետները։ Երբեմն մեկ մասնագետը հարկադրված է աշխատել մի ամբողջ դասարանի հետ, որը ենթադրում է, որ բոլորին ժամանակ տրամադրել չի կարող։ Մասնագետների դիտարկմամբ կարևորը խնդիրներից է նաև ուսուցիչների պատրաստվածությունը։ Բոլոր ուսուցիչները չէ, որ անցել են անհրաժեշտ վերապատրաստումներ, տարբեր կարիքներ ունեցող երեխաների հետ աշխատելու համար։ Որևէ սանդղակ այդ երեխաների համար առանձնացված չի, իսկ նրանք իրավունք չունեն նույն դասարանում թողելու եւ կուրսը կրկնելու։ Սա եւս լրացուցիչ դժգոհությունների եւ անորոշությունների պատճառ է դառնում ուսուցիչների մոտ։ Մասնագետները նշում են, որ ներառական կրթությունն իսկապես կարևոր քայլ է հավասար հնարավորություններ ստեղծելու ճանապարհին, սակայն համակարգը դեռ զարգացման փուլում է եւ դրա արդյունավետ իրականացման համար անհրաժեշտ է պետական աջակցություն։ Մինչև առողջապահության պարտադիր ապահովագրության համակարգի գործարկումը, այսինքն մինչև հունվարի 1-ը, շաքարային դիաբետ ունեցողները, առաջին, երկրորդ եւ երրորդ կարգի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները, ինչպես նաեւ էպիլեպսիա եւ քրոնիկ հիվանդություններ ունեցողները իրենց դեղորայքը ստանում էին անվճար սկզբունքով։ Այսինքն, եթե մարդը օրինակ երկրորդ կարգի հաշմանդամություն ուներ կամ դիաբետիկ էր, վստահ գիտեր, որ պետության կողմից նախատեսված դեղերը ստանալու է անվճար։ Սակայն այժմ համակարգը փոխվել է։ Դեղերի մի մասը տրամադրվում է համավճարի սկզբունքով, ինչը նշանակում է, որ գումարի մի մասը քաղաքացին վճարում է սեփական գրպանից, եւ որքան բարձր է դեղի արժեքը, այնքան մեծ է դառնում քաղաքացու վճարած գումարը։ Քանի որ դեղորայքային գնային շուկան բարձի թողի վիճակում է եւ նախարարությունը չի հետևում գնագոյացմանը, ինչ է ստացվում, որ նույն մարդիկ ենթադրենք առաջի ամիսը ստացել են անվճար, հաջորդ անգամ երբ որ մտնում են դեղատու, դեղը թանկացած է լինում եւ ստիված են լինում անվճարի սկզբունքով ստանալ։ Տասնյակ տարիներ շաքարային դիաբետ ունեցող մարդիկ իրենց անհրաժեշտ դեղերը ստացել են անվճար, ասում է առողջապահության ոլորտի փորձագետն ու հավելում։ Այժմ բազմաթիվ քաղաքացիներ սոցիալական ցանցերում ահազանգում են խնդրի մասին։ Նրանք նշում են, որ հիվանդանոցներում եւ դեղատներում իրենցից համավճար են պահանջում ոչ միայն դեղերի, այլև տարբեր հետազոտությունների եւ ստուգումների համար։ Ոչ մի նեղ մասնագետ իր գործը չի կատարում։ Գնում ենք հիվանդանոցներ, համավճար են ուզում։ Սոնոգրաֆիայի համար 20,000 դրամ։ Սա ինչ է, խաբեություն, ձեռ առնոցի, թե թատրոն։ Հենց հիմա կարող եմ նշել դեղ, որը ապահովագրությամբ նախատեսված է, բայց չեն տալիս։ Արդյունքում էլի վճարում ենք։ Փորձագետ Անուշ Պողոսյանը նաև խոսում է դեղորայքի դեֆիցիտի մասին։ Նրա խոսքով նույնիսկ լայն կիրառություն ունեցող դեղեր, օրինակ միդոկալմը կամ անալգինի ամպուլները, որոշ դեղատներում բացակայում են։ Այս տեղեկությունը սակայն հերքում է առողջապահության նախարարությունը հայտարարելով, որ դեղերի նոր խմբաքանակն արդեն ներմուծվել է Հայաստան եւ այժմ գտնվում է մաքսազերծման փուլում։ Արդեն մաքսազերծվել են, դեղատներում են եւ գիտեք ինչ, գուցե մի դեղատնում տվյալ դեղը չլինի, մյուսում լինի կամ մեկ մասնաճյուղում չլինի, մյուսում լինի, բայց հայտարարել, որ կա այդ դեղորայքի դեֆիցիտը, դա իրականությանը չի համապատասխանում։ Սոցիալական ցանցերում քաղաքացիների դժգոհությունները այս համատեքստում էլ շարունակվում են։ 15 օր առաջ միդոկալմ ոչ միտեղ չկարողացա գտնել։ Քաղաքացիները պահանջում են հստակ պարզաբանումներ, ինչ դեղեր են ամբողջությամբ անվճար, որոնք են տրամադրվում համավճարով եւ ինչու է պետության կողմից երաշխավորված բուժօգնությունը հաճախ լրացուցիչ ֆինանսական բեռ դառնում մարդկանց համար։